We're live. We're live. We're live. We're live. Okay. So we're gonna check audio. I think we're doing okay. Դե բարի երեկո հայրենակից եւ մայրմոլորակի մույսափերում բարի լույս առավոտի լույս արեգակն արդար 21 հուլիսի 2026 թվական հերթական մեր հորդորն ու կոչը ազգային եւ ընդհանրապես քաղաքասարակությանը որ որոշումներ կայացնելու այսպես ասած լիազորությունը քո ձեռքում է քո անձնագրի ներքո է դու պիտի հասկանաս որն է պետական, որն է ազգային, որոնք չեն կարող հակասել միայն ընդդիմանալ որոշ հարցերի, որպեսզի ավելի լավ արդյունք ունենա ինքը երկիրը։ 21 հուլիսի 2026 թվականի ՊՀ-ի Պաշտպանություն Հայաստանի Վարդանանք ազգային շարժում։ Հռչակում ենք, հայտարարում ենք, որ Վարդանանք ազգային շարժումը երկար ժամանակ ռիսեսի մեջ լինելուց հետո վերականգնվել է իր փետրվարի 24 2024 թվականի կարգավիճակին Մոսկվայից հայտարարություններից Դոմպիպո Արտուր Ասատրյանի անձամբ իմ հասցեին եւ Վարդանանք ազգային շարժումը Լոս Անջելեսի ափերից Խաչակիրների կաղամբի կոթերը երիտասարդ մի քանի Այս փոքրիկ խմբակը, որ կարծում են եկեղեցին բռնազավթված են պահելու։ Հովնան arczepiskopos Տերտերյանի եւ Վազգեն Քահանա Մովսեսյանի այս attempt փորձը, որպիսի ծածկադմփոց իրականացնեն այն փաստի վրա, որ երկու տղամարդ են ամուսնացրել ամբողջներով հայարակելական Սուրբ Եկեղեցու անունից եւ մեր բոլորի, որի Միրոնը էպված մայրաթորից գնացած նույն եկեղեցու Միրոնը, որ կսում են մեր երեխաների բերանին եւ կրծքավանդակին եւ փաթիկներին ու ոտքերին։ Ես չգիտեմ սոտոմական ինչ սահմաններ ունեք դուք, Փարաչայով վարդագույն եւ ռոզվի տակից հագնող մի քանիսը, բայց դա հայարակելական Սուրբ Եկեղեցին է։ Եվ այսօր բռնագրավված եւ ինֆիլտրացված ներխուժված է KGB-ի կողմից, սա չենք մանրամասում։ Ձեր էջմիածնի գինեմոլները խոսքս կանանց է վերաբերվում։ Արձագանքներ են արել մեզ սպառնելուց, որը Եվրոպայի ափերում արդեն կապի մեջ է։ Հիմա ես մի երգ եմ դրել, որը ենթամշակույթի նստված տված մի երգ է, Դոլիա Վարավսկայան ձեր, հա։ Կողքերը երկու Վարդանանք ազգային շարժման դրած է բաց կանդալների, ձեռնաշղթաների նկարը, մյուս կողմը դրած է ձեռքեր, որ շղթայված է։ Աստված բոլորիցը հեռու տանի այդ բանը, հայրենակիցներ։ Բայց կա մի խավ, որ հերթով հատ ամեն մի գնացողի նկարն եմ դնելու ու շատ իր կլինեք այդ երկի ու այդ մեր Վարդանանք ազգային շարժման դրոշի այդ ձեռքերը, որ շղթայված է, դրա փոխարեն պիտի այդ անձի նկարը լինի, ով որ ուղարկվում է։ Բայ։ Կամբիզոն, բուխանկան չոր, երկար տարիներ չոր բուխանկի ու կոշիկի ներքից հոտ քաշելու։ Մենք նպատակ չունենք նման օպերացիա իրականացել, դուք ստիպեցիք մեզ, պարոն այ, դուք ստիպեցիք մեզ, ասում եմ սրբազան իբր թե շարժումը, որ Տավուշից սկսեց, իմ աշխատանքի հեղինակությունն է դրթել նրանց այդ շարժումը անելու, Վարդանանք ազգային շարժումը, Դոմպիպոն, որ ասում է ի պաշտպանություն եկեղեցի, ուրիշ խոսելու ձև էլ չունեք։ Ախր ոչ թե չունեք, չեմ տվել, որ խոսեք, խոսել եք ինչ տվել եմ, որ խոսակ, պետական թե սեփական,
Այսօր հերատես ստրատեկ եք հանդես գալիս, երկաթուղիներ եք խոսում, բայց Կոմիտասի պանդիոն 2022 թվականին չեկաք ոչ մի վերլուծողներ, դուք մալարիա ունեք ուղակի, ոչ թե մի բան եք վերլուծում։ 22 թվականին արժեք չուներ, բայց այսօր ունի մեծ արժեք, սիրելի հայրենակից, նացիոնալիստ ազգայնական կողմը կհաղթի Փարիզում, մենք սատարում ենք լփել, թեկնածու, որը մեր պես ուլտրոնացիոնալիստ ազգայնական է, և մենք իմաց ենք տալիս, և մենք արդեն այսպես ասած, այդ նոտիսը ուղարկել ենք, որ ԻՊՀ-ի պաշտպանություն Հայաստանի Վարդանանք ազգային շարժումը Փարիզի հայերով սատարականգնում քեզ, մեզ լփեն կներեք, լափեն, ալաժտան, սա այդ բանը Փարիզ, որտեղ Մակրոնը գնում կանգնում է Աննա Հակոբյանի հետ էլ մեր, Նապոլեոնի հետ Զարե Սինանյան, Նապոլեոն Բոնապարտ, Զարես, դու հին աղբեր ես, բայց ես գործ ես տեսակ չեր լինում, ոչ մեկը ազգային չեք։ Ասում եմ Սաշիկի շինարարությունների վրա պարզաբանելու բաներ կա։ Են պրաշլյակ գողը, որ այրոպորտից վեկալում էր միշտ, Սերժի աղբորը, այս շինարարությունների վրա գեյլենդելում, պատասխաններ ունեք տալու, արա, հայրենադարձ, հայրենակիցս, գիտեք, one of our programs is to վերադարձը, տուն, repatronize Armenians, back to Armenia, պրմբարչապետ, ցեղասպանություն տարածազգ է, repatronize և հաստատվել որպես բնակիչ քաղաքացի Հայաստանի Հանրապետությունում որևէ ցի հայ, լիբանանցի, պարսկաստանցի, իրաքցի, բոլորը Հայաստանցի են, դրա համար Վարդանանք ազգային շարժումը մի հատվածով ասում է, մենք Հայաստանցի շարժում ենք, լիբանանցին ասում է, ինչ կլա որ Հայաստանցի, ադի որն է, ասի թուն Հայաստանցի ես, ադե մեր ասածը, հա հայրենիքս է, թունալ դեր ես հողիտ, գնացել ես Եթոպիա Բադրջան ու Վարունգի քախան ես անում, բա Իսպիրքի հանձնակատար, քույրիկս ու այդ վարդի նման աղջիկը երեխեքը որ ունի, հիմա հյուսիսային Լիբանանում են, կարամ իմանամ որն է մեր գիծը, որ ճշտենք ով բարեկամն է, ով որտեղ է, ես հյումենիտար օգնությունը ողջունում եմ, դա Հայաստանի Հանրապետությունն է, դա պետական աշխատանք էր, քո կաբինետը բան ունի ասելու, չի թողում Նիկոլա աշխատես, սուտ ես ասում։ Իդեպ մեծ ողջունելի քայլ եմ նկատել Ռուբին Ռուբինյանց ՀՀԱԺ նախագահով, շնորհավորում եմ պարոն։ Ես շատ ուրախ եմ, որ նախքին կաբինետի օգնականներից 4 հատին բայ-բայ ես արել, ճամփել ես, պաշտոնազուրկ ես արել, ողջունելի է, մենք չենք ցանկանա ազգային կողմից նկատել պետական բարձրաստիճան օրենսդիր մարմինների, եղբայր, National Assembly, մեր Republic of Հայաստանը, ունենա նախագահի կաբինետ ազգային ժողովը, որը ունի հին նստված նախքին նախագահի հետ հաղորդակցման խոհովակներ, սա վստահության խնդիր չի, սա ուղղակի ընթացակարգային վարդապետական դոկտրինալ մոտեցում է, բոլորին ուղարկի տուն քո կաբինետից հին։ Մի մտահոգվեք Ալեն Սիմոնյանի նախքին կաբինետի անդամներին, Խաչատուր Սուքերսյանը բոլորին աշխատանք կտա։ Ես կրկես ենք ձեր համար աղբեր։
պետություն պաստալով դուք մեզնից հոգնակ, մենք է ձեզնից, աղբեր։ Բլոգերություն մի արեք, եղբայր։ Օրենսդիր մարմիններ եք։ Ինչ է կատարվում երեխաների հետ։ Ես ասեմ, մի թեթև մեջբերում անեմ, շատ երկար գլուխները չցավացնեմ, ուրեմն մարդամեկիս հետ կիսակեֆալավ զբոսնում եմ, մեկ էլ շենքը տեսա, են խելար շուն ունեի մի հատ, մեկ արաբկիրից էին գտնում, մեկ կայարանից, շատ դուրս ընկած է, էլի լայկան, շատ է եթում դուրս, ուրեմն, ես լայկային էլ շղթայել եմ սենց կապած, հանել ենք դու, ասում եմ, ես շենքի ինչ ա լինում, ասում եմ, եսի Ստալինյան թվի վարակույրներն ա դրած մարդամեկը, և սենց դադար կա, Անդրանիկ, փակը, մեկ տեսա, երկու տեսա, տեղ եմ ապրում, երկու հարգանի, կինո հայրենիք հրապա, կինո հայրենիքը չեմ ասում, ենի են Քադիլակովա, չգիտեմ, սեփականացրել, եվրո ռեմոնտներ արել, չգիտեմ, բարու սաունայա սարքե մեջ ինչ է, այդ պատմական կարևորություն կրող այդ մշակույթի օջախները, դել մինչև հիմա կրկես չկարացիր տար երեխեքին, որ գնա 50 դրամ տա երեխան կոկորտիլոս խոզ ու եսի միշտ տենա, ազգը դոտի գագոյի մամային ա լսում, նստած, հիվանդ են որտև, դուք եք հիվանդացրել, ուրեմն, ասի ես ես հաշվին պտի լուծում տամ մի հատ, ես պիտի հասկամ, սա են ժամանակահատվածներն ա, որ երկաթուղիների վրա արդեն օրակարգ եմ մշակել, պիտի ժողովի հրավիրեմ, իմ տանս մեջ է ավելի շատ ազգային ու պետականաշինության աշխատանք է գնացել իմ խաշի սեղաններին, քան այսօրվա քո բլոգերների հավաքածուով։ Պարոն Ռուբինյան, ՔՊ-ի կեսը ուղարկեք տուն, կեսից շատը, ուղարկի տուն։ Մի անգամից ասա դիր գրկույկը ռադը քաշի, այդքան բան։ Կեսից շատն էլ Ավինյանի Չապաևի զորքը։ Հա, ուրեմն ասիս ես մի հատ պիտի հասկանամ, ստեղ ինչ ա կատարվում, ախպեր, ես լակոտները սաղորը քուչեքը, էկրան են ճանգրում, հա, երեկվա 13 տարեկանային շկապ է, էսա, ուշ բան չունեն անելու։ Վերնիսաժ ազգային մշակույթի ծրայրներով դեմքն ու դիմակը, այդ արվեստը բորդուրներին ա թափած, տանիք չունի։ Ասի պիտի հասկանամ։ Զանգել եմ Լոս Անջելես, Երևանից, ասենց խնդիր ունեմ, ոնց հասկանամ, շատ հեշտ աղբեր, զանգի management company, ասա սենց շենք կա, manage անելու համար, սանիտարը, մաքրություն, ջեռուցում, հոսանք ու լույսը, և անվտանգությունը զինված պահակ կանգնելու, ինչ ամսեկան ծախսը, այսքան քառակուսի մետր շենքի, իդեպ ես էլ ունեմ ձև մտնել, որտեղ քանի քառակուսի մետր ա, և ինչ ա ներկայացնում իրանից ընդհանուր տարածք և հողամաս, հետի նայելը գիտենք, անես չի որ real estate broker էր պետք դրան, սիստեմը կա բոլորիդ սովորեցնեմ ձերի նայելը, հիմա, նստած երեկոյան զբաղվում եմ և սպասում եմ պատմաբան ընկերոջս, գիշերները գալի Վազգենս պատմում էր, ես էլ լսում էի, էլի, շատ մեծ աշխատանքներ արել այդ տղա, ամիսը պետության վրա, լավ լսեք, կինո հայրենիք են Ստալինի շենքը, որ զագրի, պագա, լակոտները գնալու տեղ չունեն, փողոցային բաներով են զբաղվում, պիվայի պարատոն ես ռեկլամանում ամենաբարձր աշճան ընտանիքների երեխեքի կողմից եղբայր։ Այո խոսքս ձեզ ա վերաբերվում։ Ասեց ընդհանուր հաշիվը նորմալ պահելու համար, խնայողությամբ ամիսը 730,000 դրամ ա նստում այդ ամբողջ շենքը, որ լույսերը տեղը, առանձին ամբիոն ու բաժամունքներով, նկարչություն, քանդակ, երաշտական որոշակի չափերով դաշնամուր կեղնի թե լարային, ձրի դպրոց։ Ուսուցիչների, դասավանդողների փողը պետության վրա է մնում, հիմա։ 730,000 դրամ է հայրենակից, ես մի քիչ երկար մնացի ես թեմայի վրա, կարևոր ազգային խնդիրներ ունենք, բայց ուզում եմ հասկանալ, սա եթե տանենք Ավինյանի
Չապաևի զորքի այդ ավականու դեմը դնենք են իսկականից ծափահարվող կնանիքով հանդերձ։ 730,000 դրամը դառնում է 8-ից 11 միլիոն դրամ ամիսը ծախսը։ Ավականու արջև այտենց բարձրանում է, գիտեք ինչի, որովհետև տենդերներ է ստեղծում ինքն իրանից ստեղծագործում։ Գիտեք ինչի, որ լավ աղբերները էլը կան ստորագրեն, պեչատեն, էլը մեջ անեք, արա երեք էլ այսօր էլ վաղն էլ, տեղացի դու նույնն ես։ Սուտա։ 730,000 դրամ է նստում վրա, երեխեքին օջախ դուր։ Վկայական տպելն է մեծ ծախս, սիս մասից բարդիները նկարի, բալը, I don't care what you do։ Գեներալներ, բանակայինի, կրկնելու եմ էստեղ, գեներալ նշանակում է այդ ուսադիրով ընդհանուր։ Բայ լոդերի վաստակներ, Ատեղից անցնելուց չես նայում, վաղը բանակ է կողին, պալանքյաշների հետ նստած ռազբոր կայանում 13 տարի։ 13 տարեկանա լակոտը դեպի պատուհաններն է նայում, իմ շենքի, պարոն վարչապետ, 13 տարեկան։ Արա ես ձեր բերանն ու ստեղ ընդեղ ասում, քերը պստեած ես կարգին պահեք։ Խաղադաշտ է սարքում, այսօր մեր եղբայրն է համայնքապետը, Շենգավիթ, խաղադաշտ է, լագոտ երեխեք են այդտեղ մտնում, հələ գուբկա է ուղեղը, ոնց ասեմ տնական հայերենով, առավոտ շանը մանտալուց դնում եմ ասեղը գցած այնտեղ։ Արա այս զզվելի երևույթ։ Աղբը կուտակվել է 15 հատ տղամարդ է սաղորը բիսետկեն, մեկը մի հատ լապատկաչի վերցնում այդ աղբը աղբամանի մեջ լցնի բերանը փակի, որ այդ խոլերա հոտը չկա, մեջը նստած նարդի է խաղում արա, տեղացի է սրը, հերիք չեր մի հատ էլ լծված կյարապակցի ես ընկեր, արի ու յոլա գնա սրա հետ։ Սիրելի հայրենակից, ազգային կողմը պետականաշեն է, հակապետական չի։ Եվ մենք շնորհակալություն ենք հայտնում մեր Աստծոց, որ ունենք այն պետությունը, որ ունենք։ Բայց մենք կանգնում ենք այս հողի վրա։ Մենք օլտրոնացիոնալիստ ազգայնական ենք։ Եթե մենք ասենք դեմոկրատիկ ենք, բայց մեր դրսևորումը այլ կերպ լինի, դա արդեն ստախոսություն կերնի։ Հիմա եմ ասում, նացիոնալիստ կազմ ենք մենք, բայց օրենքով սահմանված կարգով և իր սահմանների մեջ, ուլտրանացիոնալիստ Le Pen-ը Փարիզի ինդորսմենթը ունի Վաշինգտոնի, Ամերիկայի, ինչի, որովհետև աշխարհն է ազգայնացվում, ռազմականացվում բացի մեզնից։ Հիմա մի սրբխեչի ուլ կա, եթե հարցնեմ, բա քո առաջարկը կա, որ ռազմագիտությունը պահենք, դպրոցներում մի քիչ ընդլայնենք, չէ, լավ, դուք ժամանակ եք անցկացնում, պարոն Ռուբինյան, ԿՊ-ի կեսը պրոստը ժամանակ անցկացնում, հերիք չի, վրադիր այս չնդիմություն ակենտուրան պետք է մաքրենք, մեր պետությունը դատարկ է եղբայր, գիտեք ինչի, որովհետև հեռու նայել չգիտեք, գիտեք ինչի, որովհետև դիպլոմն է սուտ, գիտեք ինչի, որովհետև տեղացի եք և ուզում եք են հինը պահեք, ես մեր լավ աղբոր տղենա գալու են կեզ տենանք աղբերես, դաստով փողը կապ էդ, չեք մեջայի մեջ ակցում, դիպլոմը ստորագրում ուղարկում է լակոտին տուն, կույրաղիքի տեղը հաստաղիք անող, ես եք դուք, դուք չեք ուզում այդ տիղմից դուրս կաք, լոդեր եք դրա համար, ես ողջունում եմ Ռուբինյանի մոտեցումը, ես գտնում եմ, որ մի քիչ սրտհարազատ ու ջերմ ինչ-որ ստեղ պողոտաներ կա, ազգային կողմի և պետության մեջ ազգ պետություն միությունը
իրականացնելու ճանապարհին, դեռ երկար ճանապարհ ունենք գնալու։ Ես գտնում եմ, որ Ռուբինյանը այսօրվա մի քանի առանց հասցեավորելու պատգամավորների պես բլոգերություն չի անում։ Օրենսդիր մարմինը սա որ բլոգեր, մազերեք շախտալի, եղբայր, քույրիկ, ամոթը։ Ես կարծում եմ այսօրվա ազգային ժողովը կամաց հավաքելով իր խելքս գլուխը, այսպես ասած, ազգային կողմի խնդիրները լսելու պատրաստվում է։ Ես կարծում եմ նա մեր առջևը խոչընդոտ չի ստեղծի։ Մեր առջևը խոչընդոտ ստեղծում են ձեր ռազմական համալսարանի փրթեներ, պաչևնիկներով ավտոմատ սարքող ռազմաարդյունաբերություն եմ անում հիմա էլ։ Այդ կուրսանտները իմ երեխեքն են։ Ես կարծում եմ մեր առջև խոչընդոտ ստեղծողները նույն 25 հոգի գրող պետության վրա, բայց իրականում 5 հոգի էլ չկայնող բուխանկեկներ են։ Գալիս ես մի ամերիկացի քյալեն թափած ու դու գործ ես խանգարում Ղարեբ, սա է խնդիրը։ Մենք կանգնում ենք եւ հայտարարում ենք, կանգնում ենք ազգայնական նացիոնալիստ կողմին, նրան հովանավորելով ԻՊՀ-ի պաշտպանություն Հայաստանի, հորդորելով Փարիզի ամբողջ հայությանը, որ կմիանաք մեզ Վարդանանք ազգային շարժմանը, ձեր ընտրություններին տալով լփել, la mademoiselle Le Pen l'a jeté à la Gucci-Nussiner, senza ինքը։ Մի պատճառ կա, որ հոպարս Իրանա հովանավորում։ Որտև ազգայնականն է։ Մարդը ասում է լփելի խոսքերը մեջ բերում։ Իսլամացումը ուշադիր, պարոն վարչապետ եւ ներքին գործերի հետ կապված օվիր եւ սահմանապահ տնօրինող մարմիններ եւ կառույցներ ուշադիր։ Ասում է իսլամացումը Փարիզի հարցականի տակ է առնում արդյոք մեր ինքնությունը ազգային որպես քաղաքասարակություն գոյություն կունենա ապագայում, թող նստի տեղը։ Հարգելի օվիրի տնօրեն, Ռուսաստանից ռեցեդևիստ ու մանկա բռնապար ու Ուզբեկստանից թե որտեղից, այս քո պիվա պառատոններ ու գինա պառատոններ դաշնակ մանկապղծերի, երեխաների տրաֆիկին գանող, լեզուները կախ այդ երեխեքի մեջ մանեկողները, որ եկել են 10 օրով, մնացել են հեսա 9-10 տարի է։ Հետևից երբ ես գնալու երկիրս, մաքրես, որ պահանջարկը բարձր, տների գներն էլ բարձր, ժողովրդից վզից իջնեն, վարձերը տան մի քիչ իջնի։ Երբ ես այդ խնդրին լուծում տալու։ Դե ազգային կողմը ասում է դրա վերաբերյալ օտար ազգ պիտի իրավունք չունենա սեփական հող առնի Հայաստանում։ Ինչքան դատարկություն ամենա, որովհետև repatronizing back to Armenia is one of our plans. From France, the United States, or whatever, go back where we came from, post-genocide. Մեր հորդորներից մեկն է, որ հայրենադարձության ուղիով էլ մտածի ժողովուրդն ու այդ կորող սերունդը։ Սա չեմ կարա պետության վրա դնեմ նրան մեղադրեմ, նա կառույցները, ապարատները տրամադրել է, չեն աշխատում լոդերները, պարոն Ռուբինյան։ Իդեպ մայգրացիոն հատուկ ստորաբաժանում կազմելու ժամանակը եկավ, հարգելի պետություն, ով են սրանք սենց ատամները գրգռված գայլերի նման պտտվում են իմ քաղաքում, ով են սրանք, Դուբինկա, Դրուժնիկ, Պարեկ, Աստվածորդնի ազգս, հայոց պետականությունը սիրելի հայրենակից, մենք գալիս է օրը, որ դիմումով ենք հանդես գալու, մեր ձայնի բաժնետեր լինելու իրավունքի խախտման իրադարձությունների, որոնք հիմնավորելի են եւ անհերքելի փաստերով, որ մեր ձայնի իրավունքը որպես հասարակական կազմակերպություն խախտվել է եւ այո, Վարդանանք ազգային շարժումը առանձին ԻՊՀ-ի պաշտպանություն Հայաստանի քո ազգային գվարդիայի
Կան լիգիոնի կորպուսի Անդրանիկ Սուրբ Զորավարի այդ զինվորական կողմից առանձին ընդհանրապես մեկուսացված Վարդանանք ազգային շարժումը բերել դաշտ որպես ազգայնական անդիմադիր առողջ ուժ այո նա դառնում է քաղաքական ուժ ձեզ մոտ դուք եք գալու եւ ադվոկատ լինելու ազգային կողմին դուք եք լինելու պատգամավորներ ես գտնում եմ recall եւ այսպես ասած Ետ կանչելու ընտրությունները կաշառքների պատճառներով եւ այլ ժամանակ է եկա, որ մենք պատրաստականությունը հայտնենք մեր եւ հայտարարում ենք, երբ պետք եղավ ստորագրահավաք թե հավաքվելը քաղաքացիների ընդհանրապես որ պահանջենք մանդատները դնեն ու ռադները քաշեն արդեն մեր կյանքից մենք պատրաստ ենք դրան։ Խոսքս վերաբերվում է տաշիր ու կալբաս մալբասները, որ հավաքվել են այդտեղ։ Այս խուլիգանների կույթը, այս կեղտակույթը Դաշնակ փնչակ չկա դուրս չեք աշխատում Վարդանանք ազգային շարժումը հրավիրում է բոլոր այն կիրթ խավին մեր որ հասկանաք ես կմեկնաբանեմ մեկ դուք կմեկնաբանեք այլ կերպ բայց պիտի գաք մասնակցեք այս աշխատանքին որը զուտ ազգային է մենք հիմնավորել ենք որ մենք ազգային աշխատանք ենք անելու են փաստով որ ունևոր թե քյասիպ իրանց միջոցներով ձմեռներ տրանսպորտով Հայաստանի մի ծայրից մի քանի ավտոբուս փոխելով եկել են մեր բրիֆներին ժողովներին եւ աշխատանքի են մասնակցել ազգային ես ունեմ այդ ազնիվները անհաշիվ եւ միացել են այս ազնիվ սուրբ շարժմանը Վարդանանք ազգային շարժմանը ԻՊՀ-ի զինանշանի իր ներքո սև շրջանակներով, որովհետև դեռ ավարտված ուղտ չի սա։ Մենք չենք ընդունում հավաքագրված պետական հողի վրա ազգային եկեղեցիական պատգամավորական ժողովի պատգամավորների թեկնածուների հավաքագրում։ Սա կանոնագրքի խախտում է, պարոն վարչապետ, որովհետև մենք ենք անում այդ աշխատանքը։ Մենք ժողովուրդը անկախ հայկական ամերիկյան թե ռուսական հովանավորմամբ քաղաքական կարկառուններ հանդես գալով զուլալ ժողովրդի կողմից ազգային աշխատանք անելով մենք պիտի իրականացնենք դա մենք վերապահել ենք այդ իրավունքը որովհետև այն բախումները որ քո եւ այս KGB-ի ագենտի Գարեգին բեի մեջ է դուք լավ գիտեք որ դրա էլ հեղինակն եմ արգելի վարչապետ so Այստեղ այնպես է արվել այս աշխատանքը ամեն ինչը, որ երկրի ապակայունացման չբերի է, ուղղակի պետության մեր կարողությունը, այո, բախվի ներխուժված ինֆիլտրացված այդ ագենտուրայի հետ։ Վարդանանք ազգային շարժման հետ աշխատել են շատ աշխարհասփյուր ազնիվ հայրենակիցներ, որոնք բոլորը հանդես կգան պատվոգիր ստանալու Ուզես չուզես պիտի դրամադրես, որովհետև արժանի են։ Ես մյուս մայթին թթի ծառի տակ սիգարետ ծխելով գտի դարգեմ այդ բոլոր։ Ես ուզում եմ լավ հասկանաք ինչ է կատարվում։ Փարիզը մտահոգված է իր ինքնությունը կորցնելու հարցերով։ Մենք Ոչ թե կկորցնենք մեր ինքնությունը, մենք կդառնանք մի հատ խաչմերուկ ու ասենք մի հատ փողոց։ Փողոցների եւ ավտոկայանատեղ, բեռնատարների կայանատեղ կդառնանք, եթե մենք ազգայինը չպահենք։ Խոսքս չի վերաբերվում Սյունիքի խաչմերուկ, դա ամենա մեծ ձեռքբերումներից մեկն է, որը մենք պիտի պահպանենք։ We're going to defend Armenian-American partnership in Syunik and Mehri. I'm going to defend it. And nobody's going to change the relationship between Armenia and the United States because that's not Benghazi, bitch. That's Yerevan. And it's not Libya, it's Armenia. It won't work. I'm watching you day and night. Okay? I'm talking to the guy with the funny pajama. You know, I'm watching your agents too. You're not going to do shit. Okay? You're going to behave. You're going to visit, you're going to buy some cucumbers, sell some potatoes, and take your ass back to your wherever it is you came from.
It's USA plus Armenia equals freedom. Hey, join the party. Have a Coke and a smile. And mist Coca-Cola. Ha. Nայում եմ, տաշիր, մեղրին նայում եմ, և նկատում եմ ինչ-որ Խզմելյանը գնացել, ասում աստեղ ես սահմանը նենց կեն է, Խզմելյան, լս ինչ եմ ասում, անցի շարք էր, Էրիկա, դամոյ ես կազալ, մուժիկ, դու էր մնաց է վերկեն այր բաներ խոսայիր, վերը գիտեղդ այդ տղա, մեծ տղա ես, ինչ չբարկացնես, ես հարգալից եմ եղել բոլորի հանդեպ, տես, Հարություն Մկրչյանն էլ խոսեց, երկաթուղիներ, Ռոբերտ Քոչարյաններ, թռիվը հերիկա անգեր, հերիկա, calm the fuck down, dude, Իվան Սարգիս ժողովրդի, կես ժամանակին ասի Արամից հեռու խաղա, Արամ Սարգսյանից հեռու խաղա, Հարություն ջան, գրեցի քեզ, ծիծաղ դր իրանցի, ոնց որ ես էի մնացե քեզի այսպես թերահայացքի արժանանա էլի, դու քո կարկառուն քաղաքական բլբուլներդ երկող, որ կակ մի խումբ, հա վերլուծաբանեք, ասեցի հերու մնա, որտեղ փչացնելու եմ, փչացավ, Արդ քաղաքական ուժերին եմ ասում, ես հավաքական, Խզմելյան, Բաբաջանյան, Շիրինյան, բոլորին, Դոդի Գուգոյին հանում եմ Գուրգեն Սիմոնյան, որտեղ նա Գագիկ Զարուկյանի պատանյաց պիոներն է, պյատականաշներ, կյաթամկուքան, սրսուր կարտոլ բերել եմ, սենց, ձեր կարծիքով, ձեր համակուրսեցու հետ գործ ունեիք, ձեր կարծիքով, որ հաջողվել է պապիկիտ մարքսիստ ընգերոջը տնպեսա ես գնաց է, պագոն են խպևր է, բան ես հասկանում գիտես տղա ջան, ես զարմանում եմ, որտեղ զարմանում եմ, որ չեք բաշարել այլ լոդերներ, մինչև հիմա թալիշ պոկեք ազերուց, Ամբեշար, պրավալ մի սերունդ եք է, դա հերիք չի վրադիր գեներալա վարորդով գնումա, ընդ երեխեքը նարկամանի երկերի մեջ ու մշակույթի մեջ ենթամշակույթ խորացել են գողական են էդի վաղը բանակ է գալու, գեներալը քիթս ես տնգած է թմա, զիմզիմով նա, ընդև տեղացի է, նայեցի էլի Տիգրան մեծ և այլ ես, ես միայն չեմ դիպչի և բան չեմ ասի Մոնտե Մելքոնյանի անվան ռազմական համալսարանին, միայն են անձեռնամխելի իրականությունից ելնելով, որ Մոնտեի անունը վրանա, ուրիշ ոչ մի բան, ձեռըմպա, թե չէ վզգոյի գիշերոտիկը, Տիգրան մեծ, փոքր Տիգրան, միշնակ Տիգրանները, Քո սասունցի Դավիթներից մինչև սև հովազ, կարմիր հովազ, թե դերին ու կապուտ, մախապարդ, բոլորդ խաչակիրի տակը մտած կռեմլուն եք ծառայում, արա, ասում ես Գրիգորի Խաչատուրովի հետևից կեթայր, դե գնա կողքը նստի ապը, բարի լույս, Այդ կուրսանտները նախ պիտի քննություն տան ընդունվեն, այդ զինվորական հագուստահակը առաջի օրից պատանին են, պիտի որպես պրոֆեսիոնալ վճարվի, պարոն վարչապետ, ունենք այդ փողը, լճացած ունենք և չափից ավել ունենք, գիտես ինչի չի իրականացվում, Դոդի տակնա, թե միս քերապի տակնա, իմ երկրում, թե փարվանա սիգարետ վառելուց, թե արաքամի ուզողի տակնա, չգիտեմ, բայց երկրումս դուք լավ գիտեք ուրա,
Նրա հիմա մի հատվածն էլ ձեր տակն է։ Մեր կուրսանտները պետք է վճարվեն։ Դե թող ռազմահամալսարանը տակից դուրս գա սրա։ Պիտի կրկնեմ ամենալավագույններից 240 հոգի, 250 հավաքվեք։ Մարտահրավերը սեղանին է, պահեք մի գյուղ։ Հետո ես պահեմ տղա եղեք, եկեք հանեք, անընդհատ պետք է ասեմ։ Ձեր կարծիքով ձեր դպրոցական ընկերուհու կամ ընկերոջ հետ գործ ունեիք, երբ իբահեմ ասել։ Թե ձեր պետական բլոգերների հետ գործ ունեիք։ Երկաթուղու ազգայնացման աշխատանքը, պարոն Սուքեսյան, ով է խափանել։ ԻՊՀ-ի Պաշտպանություն Հայաստանի Վարդանանք ազգային շարժման աշխատանքը։ Ինչի է ինձ եկել քսիվներ, որ կադրի հետի ձեռ մի տուր։ Ռուսաստանի գիծը ապահով պահելու համար, որովհետև այնտեղ ներդրում եւ ինտերեսներ կան, հասկանում եմ, սիրելիս, բակայք սեղանի շուրջ։ Մի աման խաշ լցեիր, այն մարդամեկից չոնչայով, այնքան էլ համով է մեր խաշը։ Հիմա եմ հրավիրում, են այլ հասցեն, քարտուղարուհիներ, բաներ կան չէ, մի հատ էլ հասցեով գրի, ասա ինչ ես խոսում այդ տղա, բացատրեմ, երկաթուղիները, որը արժեր 75 կոպեկ, թե 50, այսինքն 50 դրամ, հա, իրա աչքին, այսօր կես միլիոն դոլար, ասենք օրինակ, եթե համեմատեմ $1 արժեր, այսօր 750,000 դոլար է, համեմատաբար, դե գնա տակից դուսարի, ծախսարը, Ուպրավլենու շենքը ընչի չեկակ միանայք այդ պարազիտի տղեք ու պարազիտներ, քայլեր թեր լինելու սասունցի Դավիթից ուպրավլենի ունեք միա, դեղին շենք է իդի, հա, վրեն է ռսի տրյապկեն խպած, դադարկ էինք այդ շենքը, դուս եկեք պտի ասեինք, սա հայկական է, ընչի չեկակ, հարկային կոռուպցիա է տեղի ունեցել, քանի միլիոն էլ հարկերը չի վճարել ռսի խունդեն, վարչապետն ա դրել, չէ, ժամանակի, ընչի չեկակ մեզ միանակ, արա, տենը մեզ, որ կպտել ա ճակերով եղել, խավար չենք եղել, պարոն վարչապետ, կպայի ճակերը ես Հնդկաստանից եմ տեսել ասեղի ծակից, որտև քո ազգային ժողովի նախագահ եղնող, թե փոխնախագահ եղնող գալի դաշնակների տունն են հյուրընկալում, Գանձապահը Հոհիտայի կենտրոնական բյուրոյի գալի Մեհրաբյանի հետ ինտերվյու է անցկացնում, ապուշեք ապուշի տեղեք դրել, արա, այս սառած տոլմեք, և դա է պատճառը ես բուքսավատի ազգային, մի ամբողջ սերունդ եք կորցնելու դուք, աղբեր հյուսիս հարավ ճանապարհ, ասֆալտը, դպրոցը, սարքելը, հրաշալի, ցավը տանեմ, ահլը փաշա տղա, շնորհակալ ենք, բայց մի րոպե, 14 տարեկան աղջիկ երեխուս պետք է նայի քո աղջիկը ոնց է, պիվայի բաժակ բարձնում, պիվի պառատոն ամեն ինչ արել էի, բազգային, խանդը ունեք դուք, բլոգեր եք, աղբեր, ժամանակ եք անցկացնում, մի արեք սենց բաներ, մի արեք ծանր պահեք ձեզ, որովհետև գալու է ժամանակը անցնի և ազգային կողմը աշխատելու 4 տարի ունի, ուշադիր եղեք ինչ ենք հայտարարում, կամ վարդանանք ազգային շարժում, կամ ոչինչ, քեզ խաղաղ երկինք Հայաստան։